Նկարում եմ առաջի անգամ իմ էջում Get Ready With Me, գնում ենք Լեոյի նկարահանման, նորածնային նկարահանում ունենք ու պատրաստվենք դուրս գանք։ Միասին պատրաստվենք ու պատմեմ, թե ինչպես վթարի ենթարկվեցինք հուլիսի 1-ին։ Մենք հասել էինք մեր համարի օրդմասի Գարեգին Նժդեհի հրապարակ ու կանգնած էինք, պրոբկա էր, սպասում էինք, որ վթարի հետևանքով առաջացած պրոբկան վերջանար ու մենք առաջանայինք, կանգնած էինք մենք մեր գծի մեջ ու մեկ էլ սենց դժ գմփ ու վсё, մեր մեքենան սենց միացնցվեց ու կողքից մի հատ մեքենա անցավ, ընկավ երրորդ մասի կալցիվոյի մեջ։ Օպել էր մեքենան, շատ վախեցած էի Լեոյի համար։ Ինքը քարսիթով մեքենայի հետևում է եղել, Փառք Աստծո քարսիթի մեջ է եղել ու ոչ մի բան իրեն չի եղել։ Ու ես այդ պահին չեմ գիտակցում ու մտածում եմ, որ գամ տուն տաքսիով ավելի լավ կլինի։ Ու հետո այնտեղից ոստիկաններն ասում են ավելի լավ է դու մի հատ գնա երեխու հետ հիվանդանոց երեխուն զննություն անցկացրու, որ ամեն ինչ նորմալ լինի։ Всё-таки վթար է եղել ու պետքա մի հատ զննություն անցկացվի, նորածին երեխա է։ Ու այդպես շտապօգնություն են կանչում, առաջ անգամ շտապօգնության մեջ եմ լինում ես, շոկի մեջ եմ լինում, չեմ հասկանում ինչա կատարվում մեր հետ։ Վթարի նկարներից կթողեմ այստեղ կտեսնեք ինչ է եղել։ Ու այդպես գնում ենք հիվանդանոց, բարձվում է, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, քննիչը զանգում է ինձ, ասում է երեխայի մայրն եք, ասում եմ այո, ու այդպես երեխայի տվյալներից է հարցնում, զննություն ենք իրականացնում, ու հետո երևի քննիչները կապի մեջ են լինում բժիշկների հետ, երևի ասում են ամեն ինչ նորմալ է, մինչ այդ Ռոբին ասել էին, որ պետքա տանեն Տուգանային հրապարակ, մեքենաները մի 3 ամիս պետքա մնա այնտեղ։ Երեխայի լավ լինելու պատճառով թողել են, որ գան տուն, այսինքն Տուգանային հրապարակ չեն տեղափոխվել մեքենաները։ Այդպես իմանում ենք, որ ամեն ինչ նորմալ է, Ռոբին բաց են թողում գալիս է, ես տաքսիով գալիս եմ տուն, Ռոբը գալիս է, ու մենք չենք հասկանում, թե այդ ամեն ինչը որ մեր հետ է կատարվել։ Ես շոկի մեջ էի ու միշտ մտածում էի, որ չի կարա sense բան մեր հետ կատարվի։ Այդպես ամեն ինչ անցնում է հարթ եւ բոլորիս հետ ամեն ինչ նորմալ է։ Փառք Աստծո ամեն ինչ նորմալ է։ Լեոյի հետ ոչ մի բան չկա, մեքենայի ծախսերն են, այդ արդեն ապան կհոգա ծախսերի գումարը։ Այս ամեն ինչի համար ես պատմեցի, որ բոլորը չեն կարող կանխագուշակել իրենց հետ ինչ կլինի, բայց ուզում եմ համենայն դեպս, որ բոլորդ էլ զգուշ լինեք, չջղայնանաք մյուս վարորդների վրա ու այդպիսի աբգոններ չանեք, որ ուրիշի կյանքը չվտանգեք։ Տեսեք, մենք կանգնած էինք, եկան մեզ խփեցին, մենք կարայինք ավելի վատ լինենք, բայց Փառք Աստծո մեզ հետ ամեն ինչ նորմալ է։ Այսքանը